Երևանում անցկացված Եվրանեստի շուրջ աղմուկը չի մարում։ Թբիլիսին խիստ քննադատել է Վրաստանի իշխանությունների դեմ ընդունված բանաձևը, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը նաև հայ պատգամավորներին է մեղադրել Երևանի դիրքորոշմանը փաստացի դեմ գնալու մեջ։ Երևանից վրդովմունքի պատճառը չեն հասկանում, վրացական երազանքն ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեստի երևանյան հավաքը, խորհրդարանական պատվիրակություն չուղարկելով Հայաստան, Վրաստանի իշխանությունը մասնավորապես բողոքում է կամ իշխանությանը դուրս չի գալիս Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությունը ընդդիմության ցույցերին։ Սոմխեթ պրեմիեր-մինիստրի արհերթխել օֆիցիալურად դա Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր եւ տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ, աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ։ Նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության թե կառավարող ուժի թե ընդդիմադիր պատգամավորները կողմ չեն քվեարկել Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։ Վրաստանին վերաբերող այդ փոփոխություններին Հայաստանի պատվիրակության անդամները կամ ձեռնպահ են քվեարկել կամ չեն մասնակցել քվեարկությանն առհասարակ։ Միայն մեկ առաջարկ է եղել, որը վերաբերել է Հարավային Օսեթիա բառերը Ցխիմվալի շրջան բառերով փոխարինելուն, որին Հայաստանի պատգամավորներից մի քանիսը կողմ են քվեարկել։ Բոլոր փոփոխությունների քվեարկությունից հետո քվեարկության է դրվել ամբողջական բանաձևը, որը Հայաստանի համար կարևոր դրույթներ ուներ, այդ թվում կառավարող ուժի պատգամավորների առաջարկության բանաձևի նախագծի մեջ ներառված դրույթները։